Որոշ մարդիկ խոստովանում են, որ երազների աշխարհը սկսում է իրենց ձգել ավելի ուժեղ, քան արթուն իրական կյանքը։ Մարդու ուղեղի զարմանալի ունակությունը ամեն գիշեր ամբողջական նոր աշխարհներ ստեղծել ապշեցնում է նույնիսկ ամենափորձառու նյարդագիտնականներին ողջ աշխարհում։ Սակայն ոչ մի մեքենա դեռ չի կարողանում ամբողջությամբ վերարտադրել այն, ինչ մարդու միտքն ինքնուրույն ստեղծում է գիշերով։ Ամեն գիշեր մենք բոլորս մտնում ենք մի աշխարհ, որտեղ իրականության եւ երևակայության սահմանը գրեթե ամբողջովին անհետանում է։ Հայտնի է որպես լյուցիդ երազ, երբ քնած մարդու գիտակցությունը հանկարծ հասկանում է, որ ինքը երազում է հիմա։ Հին քաղաքակրթություններում մարդիկ հավատում էին, որ գիտակցված երազները կապում էին աշխարհը մեկ այլ անտեսանելի իրականության հետ։ Այն կարճ պահը, երբ երազի մեջ գիտակցությունը հանկարծ արթնանում է, կոչվում է լյուցիդության պահ, հազվագյուտ ու հզոր։ Ժամանակակից գիտնականները արդեն ապացուցել են, որ լյուցիդ երազների ժամանակ ուղեղը գտնվում է REM քնի հատուկ առանձնահատուկ վիճակում։ Առաջին իսկական գիտական ապացույցները եկան այն ժամանակ, երբ երազող մարդը կանխորոշված աչքի շարժումներով ազդանշան ուղարկեց արթուն գիտնականներին։ Նրանք, ովքեր անձամբ փորձել են, նկարագրում են այն որպես իրականությունից անգամ ավելի պայծառ, կենդանի ու իրական զգացողություն։ Այս հետաքրքիր երևույթը դարեր շարունակ հմայել է թե գիտնականներին, թե միստիկներին, ովքեր փնտրում են գիտակցության իրական սահմանները։ Ուղեղի սկանավորումները ցույց են տալիս, որ լյուցիդ երազների ժամանակ ակտիվանում է ուղեղի ճակատային հատվածը, սովորականից տարբեր կերպով։ Սովորական եւ գիտակցված երազների միջև ուղեղի ակտիվության իրական տարբերությունը զարմանալի է եւ դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չէ։ Իրականության պարզ ստուգումներ, օրինակ ձեռքերին կամ ժամացույցին նայելը, օգնում են մարդկանց սովորել գիտակցել, թե երբ են երազում։ Mild-ի կոչվող մեթոդը հիմնված է կրկնվող մտային հուշումների վրա, որոնք օգնում են ուղեղին հիշել, գիտակցել հաջորդ երազում։ Արթնանալ եւ կրկին քնել կոչվող տեխնիկան մարդկանց թույլ է տալիս ուղղակիորեն մտնել REM փուլ ավելի բարձր գիտակցությամբ։ Ամեն օր երազների օրագիր վարելը մեծացնում է հիշողությունը եւ ուղեղը սովորում է ավելի հաճախ նկատել երազի մանրամասները։ Քնի կաթվածահարությունը հաճախ նախորդում է լյուցիդությանը, մի սարսափելի, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր շեմ մարմնի ու գիտակցության միջև։ Կեղծ արթնացումները մարդուն ստիպում են հավատալ, թե արդեն արթնացել է, մինչդեռ իրականում գտնվում է մեկ այլ երազում։ Ոմանք կարողանում են ամբողջովին վերահսկել իրենց երազների միջավայրը, թռչել, փոխել լանդշաֆտը կամ ստեղծել նոր աշխարհներ կամքի ուժով։ Զուտ բուժական նպատակներով լյուցիդ երազները այժմ լայնորեն օգտագործվում են կրկնվող մղձավանջներից ու տրավմայից տառապող մարդկանց օգնելու համար։ Շատ մարզիկներ պնդում են, որ իրենց հմտությունները մարզել են երազների մեջ, եւ դա բարելավել է իրենց իրական արդյունքները։ Արվեստագետներն ու հայտնի գրողները հաճախ ասում են, որ իրենց լավագույն գաղափարները ծնվել են գիտակցված երազներում։ Երեխաները շատ ավելի հաճախ են ունենում գիտակցված երազներ, քան մեծահասակները, եւ այս ունակությունը հասունանալուն զուգահեռ նվազում է։ Որոշ մարդիկ բնականից ունեն շատ ուժեղ հակվածություն դեպի լյուցիդությունը, եւ գիտնականները նրանց անվանում են բարձր գիտակցված երազողներ։ Ոմանք պնդում են, որ երազների մեջ հանդիպել են այլ մարդկանց, ովքեր նույն երազն էին տեսնում նույն պահին։ Երազային հեռազգայունության վաղեմի գիտական փորձերը մի քանի տասնամյակ առաջ տվել են անհասկանալի, բայց հուզիչ ու տագնապեցնող արդյունքներ։ Քնի կաթվածի ժամանակ աշխարհի գրեթե բոլոր մշակույթներում մարդիկ նկարագրում են նույն մուգ, ծանր եւ ստվերային կերպարի առկայությունը։ Այս երևույթը հայտնի է որպես հին կնոջ ֆենոմեն, երբ մարդը հանկարծ զգում է կրծքին ճնշող անտեսանելի ծանրություն։ Որոշ հին մշակույթներում մարդիկ հավատում են, որ գիտակցված երազները իրական այցելություններ են դեպի մեկ այլ զուգահեռ իրականություն։ Տիբետյան երազի յոգան հազարամյակների հին մի բուդդայական պրակտիկա է, որը երազների գիտակցումն օգտագործվում է հոգևոր զարգացման համար։ Աշխարհի բազմաթիվ բնիկ ժողովուրդների ավանդույթներում երազները դիտվում են որպես նախնիների կամ ոգիների ուղարկած հատուկ կարևոր խորհրդանշանական հաղորդագրություններ։ Կրկնվող երազները, որոնք զգացվում են ինչպես իրական հիշողություններ վայրից, որտեղ մարդը երբեք չի եղել, մնում են անբացատրելի։ Ոմանք պատմում են, թե երազի մեջ զգացել են մահվան փորձառություն եւ հետո հանկարծ արթնացել սարսափած ու շփոթված։ Ծայրահեղ դեպքերում որոշ մարդիկ ժամերով չեն կարողանում տարբերել, արդյոք դեռ երազում են, թե արդեն վերադարձել են իրականություն։
Հազվագյուտ, բայց փաստագրված արձանագրված դեպքեր կան, երբ մարդիկ արթնանալիս ունեցել են ֆիզիկական հետքերը ստացված ուղղակիորեն երազի մեջ։ Գիտնականները դեռ չեն կարողանում ամբողջովին բացատրել, թե ինչու գիտակցությունը երբեմն ամբողջովին արթուն է մնում խորը քնի ժամանակ։ Երևակայության եւ իրականության միջև սահմանը շատ ավելի փխրուն է, քան մարդկությանը երբևէ պատկերացրել էր մինչ այս ուսումնասիրությունները։ Տղամարդը, ով տարիներ շարունակ տառապում էր մղձավանջներից, վերջապես սովորում է դիմակայել իր վախին անմիջապես երազի ներսում։ Որոշ ժամանակակից հոգեթերապևտներ այժմ լյուցիդ երազները օգտագործում են որպես գործիք, օգնելու մարդկանց արագորեն վերականգնվել խորը հոգեկան տրավմայից։ Անհանգստությամբ լցված հին երազները կրկնվող գիտակցված փորձի միջոցով աստիճանաբար ու հաստատապես վերածվում են հանգստության զգացողության։ Չափից ավելի հաճախակի լյուցիդ երազները գիտականորեն կապվում են քնի խանգարումների ու ծայրահեղ դեպքերում խորը հոգնածության ռիսկերի հետ։ Որոշ մարդիկ խոստովանում են, որ երազների աշխարհը սկսում է իրենց ձգել ավելի ուժեղ, քան արթուն իրական կյանքը։ Առաջանում է փիլիսոփայական մի հարց. եթե երազը զգացվում է լիովին իրական, արդյոք այն դառնում է պակաս իրական։ Հին փիլիսոփաները հարցականի տակ էին դնում, թե արդյոք արթուն կյանքը կարող է լինել մեկ ավելի երկար երազ։ Մարդու ուղեղի զարմանալի ունակությունը ամեն գիշեր ամբողջական նոր աշխարհներ ստեղծել ապշեցնում է նույնիսկ ամենափորձառու նյարդագիտնականներին ողջ աշխարհում։ Ամեն մեկ մարդ առանց նույնիսկ հասկանալու ամբողջ կյանքի ժամանակ կուտակային կերպով երազում է ամբողջ տարիների չափ ժամանակ։ Լյուցիդ երազատեսությունը մեզ տալիս է հազվագյուտ հնարավորություն հիշել, ուսումնասիրել ու գիտակցաբար վերահսկել այդ արագ անհետացող թաքուն աշխարհը։ Ոմանք հաստատապես հավատում են, որ այս ունակության բացահայտումը բացում է մտքի մի թաքնված, մինչ այժմ անհասանելի հատված։ Իսկ մյուսները խստորեն զգուշացնում են, որ չարժե հետապնդել պատրանքը, փոխարենը ապրելով իրական արթուն կյանքով լիարժեք ու գիտակցաբար։ Նոր տեխնոլոգիաները խոստանում են շուտով ավելի հուսալիորեն գրանցել լյուցիդ երազները, ուղեղի ալիքների ուղղակի վերահսկման միջոցով։ Վիրտուալ իրականության արագ զարգացումը հարցեր է առաջացնում այն մասին, թե ապագայում ինչպես կմիաձուլվեն երազն ու արթուն կյանքը։ Սակայն ոչ մի մեքենա դեռ չի կարողանում ամբողջությամբ վերարտադրել այն, ինչ մարդու միտքն ինքնուրույն ստեղծում է գիշերով։ Դարեր շարունակ մարդկային երազները ձևավորել են առասպելներ, արվեստ, կրոններ եւ նաեւ ամբողջ քաղաքակրթություններ մարդկության երկար պատմության ընթացքում։ Լյուցիդ երազատեսությունը թերևս մարդկության ամենահին ու ամենակիչ հասկացված գաղտնի տեխնոլոգիան է, թաքնված ամեն գիշեր մեր իսկ մտքում։ Այն գործիք է, թաքնված ամեն մի քնած մտքի ներսում, համբերատար սպասելով, որ ինչ-որ մեկը վերջապես հայտնաբերի այն։ Այս գիշեր, հենց երբ փակես աչքերդ, մի դուռ կարող է կրկին, հանդարտորեն ու աննկատ բացվել քո առջև։ Միգուցե պատասխանները, որոնք փնտրում ենք դրսում, հանգիստ սպասում են մեզ մեր իսկ քնի, մեր իսկ մտքի ներսում։ Եվ վերջին հարցը քեզ. ինչ կանեիր, եթե հենց հիմա գիտենայիր, որ դու հենց այս պահին երազում ես։